Ողջույն բարեկամներ, ես ձեզ պետք է տեղեկացնեմ, որ Սոսկալի մեծացել է հարձակումը ալիքի վրա և սրան դիմակայելու միակ տարբերակը ձեր օգնությունն է, օգնել ձեր կոմենտներով, լայքերով, տարածելով ամենակարևորը, որովհետև ես չեմ վախենում մենակ մնալուց, եթե նույնիսկ 1000 դիտողեր լինի, ես մեկ շարունակել եմ խոսելը, բայց դրա արդյունավետությունն է ընկնելու, խոսքի ազդեցությունն է փոքրանալու, այսօր մեր համախոհներից մեկը ասես դու մեր գրեց որ իմ համար էլի որ այս ալիքը ոնց որ մեր օրերի ձենովոհանը լինի դա եթե նույնիսկ չափազանցված է ես դեմ չէի որ այս ալիքը կամ ես լինեի մեր օրերի ձենովոհանը բայց ես դեմ կլինեի եթե մենք բոլորս ընդամենը լինեինք ձայն բարբարո անապատի այդանից եմ ես նեղվում որ աշխատանքը չի կարա քիչ տարածման դեպքում չի կարող տալ որևէ արդյունք ու կմնա ընդամենը ձայն բարբարո անապատի եւ այն ինֆորմացիոն աղբի հետ համեմատած դու ոչինչ բան չես կարող անել իսկ այն ինչ որ հիմա կատարվում է ինֆորմացիոն դաշտում այնա ինչ որ էս նկարի մեջ է երևի գուշակում եք ով է հա հռետորը այդ ինֆորմացիոն աղբն է որ թափում է ժողովրդի վրա ճիշտ ասած ես պատահմամբ ոչ ամեն օր ես խոսում եմ իմ ընկերների հին նոր այսինքն նոր չէ հին հա որոնց հետ վաղուց չեմ խոսացել ինչ որ առիթով գրում ենք հարցեր է լինում եւ այս խոսակցության ընթացքում գիտեք ինչ սոսկալի բան եմ հայտնաբերում իմ համար ոչ մի տագնապ չկա մոտերա գիտակցություն ինչա կատարվում չկա մոտերա ես այդ պահին իհարկե ինձ վատ եմ զգում բայց մյուս կողմից մտածում լավ այդ պատճառը ո՞րն է պատճառը ո՞րն է հետո որ նայում եմ անալիզ եմ անում մեդիա դաշտը հասկանում եմ այն մարդը որը բացառապես կախված է հեռուստացույցից ինքը ակտիվ չի սոցիալական հարթակներում ինքը չգիտի ում լսի ինքը ուղղակի ինքը զբաղված է կոպիտ եմ ասում իր գործերով ինքը ուրիշ ձև չէր կարող լինել չի հասկանում ինքը համաձայն չի այն ինչ որ կա բայց իրական վտանգները ինչ մասշտաբի վրա չգիտի ու այս ինֆորմացիոն աղբը որ թափվում է իր գլխին դա քայքայում է հասարակությունը եւ մենք մոռանում ենք ամենակարևոր բաների մասին ես ուզում եմ միասին լսենք Վիգեն Մնոյանին շատ կարևոր բան ասում 44 օրյա պատերազմի թեժ օրերին արած այս լուսանկարը մի քանի օրում դարձավ հերոսամարտի սիմվոլ հրետանու բոցերի մեջ կանգնած 19-ամյա Ալբերտին ֆիքսել էր զինուժի լուսանկարիչ Սիփան Գյոլոմյանը այն պահին երբ լուսանկարը պտտվում էր աշխարհով մեկ Ալբերտն արդեն զոհվել էր երկար ժամանակ տղայի հայրը լռում էր որդու մահվան մասին հենց միայն նրա համար որ այդ լուսանկարը շաբաթներ շարունակ մեկ բռունցքի պես միավորում էր հայությանը հայտնվելով վահանակներին շենքերին դպրոցների պատերին այն դարձավ 44 օրյա պատերազմի խորհրդանիշը այն ոգին որով մարդիկ շարունակում էին հավատալ մեր հաղթանակին այսօր հենց այս նկարի միջոցով է պատմելու սերունդերին թե ինչ է պատերազմը խիզախությունը եւ հանուն հայրենիքի եւ հենց այսօր սեպտեմբերի 15-ին Ալբերտը կդառնար 24 տարեկան Սոսկալի է չէ ծնողը գիտի որ Ալբերտը չկա բայց այդ մասին չի ասում մենք ոչ մեկս չգիտենք որ Ալբերտը չկա այո մենք հավատում ենք որ ինքը կա որ մեր տղաները կռվում են բայց որ մեր տղաներին դավաճանել են եւ սպանել են արդեն մենք տեղյակ չէինք վատը այն չի որ մենք այն ժամանակ տեղյակ չէինք վատն այն է որ միջև հիմա կան մարդիկ որ տեղյակ չեն միջև կան մարդիկ որ չեն հասկացել իրենց հետ ինչա կատարվել եւ իրենց ինչա սպասվում դրա համար ես նույնիսկ եմ ասում ես չեմ վախենում քիչ լսվելուց ես վախենում եմ լինել ձայն բարբարո անապատից այդ պերսպեկտիվան այդ հեռանկարն է ինձ նեղացնում դա չի նշանակում որ ես հանձնվելու եմ որ ես չեմ անելու այն ինչ որ պետք է ոչ ես էլ շարունակել եմ բայց ես հուսով եմ որ ձեր օգնությամբ օրեկան մեկ մարդ մեր շրջանակում ավելացնելով օրեկան ամեն մեկը մեկ մարդ ավելացնի մենք կարող ենք իրավիճակ փոխել եւ Ալբերտների արած գործը անիմաստ չի լինի եւ մեզ չի գա հաջորդ ճիվաղ ու մեզ բացատի որ անիմաստ զոհեր էին դրանք կամ դրանց մոռանալ է պետք կամ դրանք կռվում էին օտար երկրում օտար հողի համար
Դու պատկերացնում եք Ալբերտին հետո մեկը ասել, Ալբերտ ջան, այն ինչը որ դու անում ես, դու ոչ մեկին պետք չի դու կյանքդ էլ հիմա տվել ես արդեն, ոչ մեկին պետք չի, որովհետև սա մերը չի, սա Հայաստանը չի եւ դա ոչ մեկին չի հետաքրքրելու առավելևս 5 տարի հետո։ Եվ այդ ծնողների, եւ հիմա այս անհետ կորած ծնողների, որոնք հիմա անհետ կորած զինվորների ծնողների նման, որոնք հիմա ինձ նայում են, դա մահացու հարված է։ Եվ որպեսզի այդ գիտակցությունը հանկարծ չդառնա համատարած, մենք պետք է աշխատանք տանենք այդ ուղղությամբ։ Աշխատանք, վերբալ աշխատանք։ Բանի մեջ կոչվում էր door to door, այդ բան կա, դռնեդուր, բոլորն այդ ճանապարհն անցել են։ Բոլոր այն ուժերը, որոնք չեն ունեցել մեծ մեդիաներ, բայց ուզեցել են անեն մեծ գործ, դա արել են։ Դա արել են ուղղակի այն միսիոներների նման, այսպես դուր ծեծելով, որ է հայ մարդ, արթնացիր քնից, ով քնած արթուն կացեք, մի անցեք թրի տակով, հայ մարդը չի կարող անցնել թրի տակով, ընդամենը այս կարգի խոսակցություն ես վստահեցնում եմ ձեզ, հայ մարդը արթնացող է, հայ մարդուն ուղղակի մի հատ բզդելա պետք ասել, պահն եկել է, հասկանում ես, պահն եկել է, դու պետք է արթնանաս։ Ես ես մեր էպոսից այս օրինակը վերեմ ու անցնեմ առաջ։ Երբ որ Սանասարն ու Բաղդասարը փոքր էին եւ իրենց մայրիկի հետ ծովինարի հետ բանտում էին, շորքի հետ էին խաղում, հա, իրենց որոշել էին, որ պետք է կախեն բան անել արդեն գլխատել, պետք է սպանել իրենց։ Ծովինարը գիտեր, բայց երեխեքին չէր ասում, որ երեխեքը չվախենան, չէր ասում։ Բայց հենց որ տարան դուրս, որ պետք է իրականացվել այդ արարողությունը, այդ ժամանակ, երբ որ հարցրեց Սանասարը, ասեց, «Էս մեզ ո՞ւր են տանում, էս ինչ է այդ մեր կատարում», ասեց ոնց, սրանք ուզում են մեզ սպանել։ Այդ ժամանակ էր, որ Սանասարը ամեն մեկի մի հարվածով ուղղակի ոչնչացրեց։ Ասել է պետք, որ մեզ հիմա տանում են նույն ճանապարհով։ Որովհետև եթե մենք չասենք, մեր ժողովուրդը շողքի հետ խաղացող է։ Հենց հիմա դրանով է ինքը զբաղված։ Եվ մեկը պետք է ասի, եւ այդ մեկը պետք է չլինի մի հոգի, պետք է լինեն ամեն մեկը, ձեռը բռնած, այդ զանգակը դուր խփելով ասի, այ մարդ, կարող է դու ինչ չես վստահում, բայց լսի, էս փաստերն են, էսա, լսի, մի համաձայնի, լսի։ Ես անգամ ուզում, ցանկ արդեն հասել են ստեղ։ Մեր пассивությունից այլանդակությունը սահմաններ չունի, հասկացեք ամենադաժան, ամենակեղտոտ զգացումը դա անպերժելիության զգացումն է, ու մեղավորը մենք ենք, մասա լսեք։ Տիգրան Մեծի հետ ձեր ինքնության միակ կապ, Տիգրան Մեծի հետ ձեր ինքնության միակ կապը, միակ Լսեցիք ինչ ասեց, ձեր ինքնության, ինքը չասեց մեր ինքնության, ձեր ինքնության, ասկին իր ինքնությունը կապված չի Տիգրան Մեծի հետ, թուրքա, հայ չի, ոչ մեկ իր խոսակցականով Տիգրան Մեծին չի ասում, նա մերը չի, ձերը, ասում մեր, հասկացաք, ինքն իրան մի անգամից առաջի խոսքի մեջ մատնել, տեսնենք էլ ինչ ասում ես թուրքը։ կապ, մարդ նույնիսկ հայ չի եղել ազգությամբ, միակ հայ չի եղել, ինչ է եղել, ում որդիներ, ոստը նա եղել է ընդամենը պատանդ, միակ Բաշաստանում պատանդ է եղել, միակ թելը, ոստը հայ չի եղել, միակ թելը, որ այսօրվա հային կապում է Տիգրան Մեծի հետ, դա Հայաստան պետության ինստիտուտն է, ուրիշ ինքնություն մենք իրականում չունենք։ Ուրիշ ինքնություն մենք, որ ասում են ինքը իր մասին է ասում, որը Տիգրան Մեծի հետ ասում է ձեզ, որ իր հետ կապում։ Հասկացաք, որ Տիգրան Մեծը հայ չէր, դուք ինքնություն չունեք, չի կարող ձեր ինքնությունը կապված լինել Տիգրան Մեծի հետ։ Այ պետությունը ուրիշ բան է, այ պետականությունը ուրիշ բան է, այսինքն դու ինքնություն չունես, հայ մարդ, միակ բանը, որի հետ դու պետք է կապված զգաս քեզ, դա պետականությունն է։ Պետականությունը, նույնիսկ հայրենիքը չէ, տեսեք, պետականությունը, հիշում եք տարին ոնց սկսեց այս ճիվաղը, հա, պետականությունն է կարևոր, ոչ թե հայրենիքը։ Պետականությունը քեզ ինչ չափի մեջ ուզես կարող են սեղմել պետականությունը։ Եվ այս թուրքերը անպատիժ իրականացնում են իրենց քարոզությունը, որովհետև եթե մի հոգի էլ կա պետք է բանանի սրանց հակադարձի, ինքը միկրոֆոն չունի։
ինքը լսելի չի։ Եթե մենք դա չանենք մեր ռեսուրսներով, ոչ մեկ դա չի անելու։ Եվ այս թուրքերը, որոնք իրենց չեն ասոցացնում հայի հետ, Տիգրան Մեծի հետ, փորձել են մեզ նվաստացնել, որ նույնիսկ եթե ձեր բանը ճակերտավոր ասած հերոսը Տիգրան Մեծն է, ինքը հայել չի եղել եւ դու էլ իր հետ ոչ մի կապ չունես։ Սրանք ավելանալու են սնկի նման։ Ընտրություններից առաջ ով է ճանաչում ես վիճվածքներին։ Ով։ Բայց սրանք 2 կոպեկի համար եւ իրենց ազգությունից ելնելով, ես վստահ եմ, որ սա հայ չի, լցվելու են բոլոր էֆիրները, բոլոր տեսակի։ Եվ իրենք ունեն եւ եթերի հնարավորություն, եւ ռեսուրս, եւ գումար եթերներ առնելու համար, եթերաժամեր առնելու համար, լրագրողներ, քաղգործիքներն ինչ են։ Դրանք քաղաքական պրոստիտուտկեք են, որոնք ուղղակի վաճառվում են։ Փողը տուր, ինչ երգ ես ուզում երգել։ Իրանք երգել են նույնիսկ որ Տիգրան Մեծը հայել չի։ Բա հերը հայ է, երեխաները հայ են, բայց ինքը հայ չէր։ Հայ չէր։ Կամ էս կարգի։ Հայաստանի ղեկավարությունը Ալիևին քարշ տալով տանում է դեպի խաղաղություն։ Սրանք, նույնիսկ եմ ասում, ամեն ինչի ընդունակ, ամեն ինչի, այն ինչ որ ձեզ հնարավոր չի թվում, որ դու կարող եք ասել, դե լավ, դա հնարավոր չի, հնարավոր է ժողովուրդ ջան։ Սրանց հնարավոր է սաստել մենակ մի ձևով ինֆորմացիոն դաշտում։ Գոնե, հա, այս պարագայում։ Գոնե, որ սրանց հակադարձ կարծիք լինի։ Ոչ միտեղ չի լինելու, ոչ պետական մեդիայում է լինելու, ոչ մասնավոր մեդիաներում է լինելու։ Կայքերը, որոնք կարող է սրան իրոք մասնագիտորեն եւ հիմնավորված հակադարձեն, չկան։ Չկան, ոչ Ռոբերտն է հետաքրքրված Քոչարյան սրան հակադարձելու, ոչ Սերժիկը, իրանք բոլորը միասին նույն գործն են անում եւ նենց է ստացվել, որ Հայաստանի մեդիա դաշտը ամբողջովին գտնվում է դրանց իրապետության տակ։ Կարող հատուկ կեն լրագրողներ, որպեսի ալիքի բանը, հա, իմիջը վերջնականապես չջարդվի եւ մեկ-մեկ լսեն, հատուկ են լրագրողների թողում են, որ ինչ-որ մի բան ասի, բայց մեծ կտորներով գաղափարական հակադարձություն չկա։ Կա փոքրիկ կոնֆլիկտներ, անհամաձայնություն, սկանդալ, այո, կա, որտեղ դա այդ լրագրողներին պետք է գոնե թողեն աշխատել։ Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Միշկի մեդիան թողում էր, որ բանը, ասենք ինչ-որ մեկ-մեկ նորություններ են, բայց ոչ գաղափարական, սկանդալ։ Ես չեմ ուզում չափազանցնեմ մեր ալիքի կարևորությունը, բայց ես դրա կարիքը տեսնում եմ սրանց հակադարձելու համար։ Ես ուղղակի տեսնում եմ, որովհետև չեմ տենում այն մասաներին, որոնք դա կարող են անել։ Կարող են անել, չունեն այդ հնարավորությունը։ Անհատներ կան իհարկե, որ կարող են անել, բայց հասկացեք, չունեն միկրոֆոն եւ իրենց այդ հնարավորությունը ոչ մեկ չի տալիս։ Բոլորը ծառայում են ներին։ Իսկ ինչ վերաբերվում է Ալիևին, քաշ տալով տանում է խաղաղություն, հետաքրքիր է։ Լուբյանկայից են տանում։ Ասենք դրա համար էր KGB-ի շենքի ֆոնի վրա նկարվել է։ Դրա համար խնդրում Ալիևին, խնդրում, ես Ղարաբաղի անուն չեմ տա, դու էլ Ադրբեջանի անուն, եւ սա քաշ տալով տանել է խաղաղություն։ Իրան տենց են արել, գիտեք։ Ինքը դրսում գիտեք ոնց է հաղթել։ Ինքը տենց քաշ տալով հաղթել է բոլոր իր մրցակիցներին, իրան նեղացնողներին։ Փախել է ու դրանով ինքը հաղթել է։ Փախել է ուղղակի, բակ չի չէ, բակից փախել է ու դրանով ինքը հաղթել է։ Այ այս տեսակը այսօր մեդիայում իշխանության մեջ այդտեղ է նստած։ Ամենասոսկալի տեսակը գիտեք որն է։ Այն որ ինքը սոցիումի մեջ չի մեծացել։ Սոցիումի մեջ մեծացած մարդը մի հատ կարևոր հանգամանք է ունենում իր կյանքի մեջ։ Ձեռք բերում։ Դա խոսքի նկատմամբ պատասխանատվության զգացումն է։ Որովհետև եթե փոքր ժամանակ, sense խոսքերի համար ինքը ապտակ կերածել է, ծեծ կերածել է, ինքը կհասկանան, որ եթե մարդ մի բան ասում է, պետք է պատասխան տա նաև իր խոսքերի համար։ Այս սոցիումից դուրս մեծացած սրանք իոնիսյանները, հասկանում եք, սոցիումից դուրս են մեծացել սրանք։
իրանք այդ փորձառությունը չունեն, որ մարդը պետքա հաշիվ տա իր խոսքերին։ Դրա համար էլ էս վիճակն է։ Հələ մի հատ նայեք ովքեր են կառավարությունում։ Նայեք։ Նայեք։ Գլխավոր դատախազությունը Նավասարդ arczepiskopos Կճոյանի դեմ հայց է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան։ Կճոյանի դեմ այս գործով դատախազը դատարան է դիմել մոտ 2 ամիս առաջ, երբ arczepiskopos Կճոյանը դեռ չէր միացել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու վարչապետի պայքարին։ Ներկայացված հայցով գլխավոր դատախազությունը պահանջում է դադարեցնել Կճոյանի հողամասի կառուցապատման իրավունքը։ Երևան համայնքին պատկանող հողատարածքը բարձրաստիճան հոգևորականին տարիներ առաջ տրամադրվել է կառուցապատման համար։ Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Դատախազությունից ազատությանը հայտնեցին մոտ 8000 քառակուսի մակերեսով հողամասը Սուրբ Աբգար Թագավորի փողոցում է։ Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա։ Ու այսքան բանից հետո ինքը կարա հասնա, գիտեք ինչի։ Ինքը կարա գրկի Կճոյանի եւ ասի վերջ 2 ամիս առաջ էր դա, որ 8000 քառակուսի մետր հողի վրա շինություն են տվել։ Ինքը բենտի ուներ, ինքը 3 հատ կնիկ ուներ, դա 2 ամիս առաջ էր։ Բայց հիմա Ղազագիրը ստորագրել է, վերջ ինքը խնդիր չունի։ Ու խոսքի նկատմամբ հարգանք, պատասխանատվություն չունեցող այս մարդիկ կարող են 2 ամիս առաջ էս ասել, վաղը են ասել, մյուս օր ասել լրիվ հակառակը։ Կամ վերադառնալ են ամենահնին։ Մենք հիմա ոնց ենք սրանց դեմ պայքարելու։ Ու գիտեք ամենավատը որն է, որ մարդկանց համար դառնում է շատերի համար սովորական, որտեղ դատապարտող չկա, այլընտրանքային կարծիք չի հնչում այս ամեն ինչի մասին։ Երբ որ վատը շատ են ասում, մարդկանց համար դառնում է նորմալ, դե հա նորմալ է էլի։ Դե հա ով չի անում այտենց, որովհետև իր տեսած մարդիկ ում ինքը տեսնում է, բոլորը այտենց են անում։ Եվ այդ այլանդակությունը դառնում է նորմ։ Եվ մնացած մարդիկ, ովքեր սա համարում են լկտիություն, աննորմալություն, իրանք մնում են փոքրամասնություն, իրանք սեղմում են իրենց կաղապարի մեջ։ Ասում եք, ուտես մեռնում է արդարությունը, այտենց մեռնում է հասարակական նորմերը։ Իսկ հայ մարդը, հայ միջավայրը միշտ հիմնվել է հասարակական նորմերի վրա։ Մեր ասացվածները որ հիշեք, հա, որ գյուղ կանգնի գերան կկոտրի, հա։ Եվ ասես դիքը այս կոլեկտիվի մասին մենք ասացվածներ ունենք։ Դա գիտեք ինչ է ենթադրում, որ մենք իրար հետ մի բան անելուց ենք հաջողության հասել։ Բայց երբ որ դադարում ենք մենք նույն ձև մտածել, մենք դառնում ենք ուղղակի սրանց զոհը։ Եվ այս աննորմալությունը դառնում է մեր համար նորմա, որ արդեն կործանում է։ Եվ այդ կործանված հասարակությունում այո կարելի է պնդել, որ մենք ոչ մի բան չունենք, մենք տիգրամեցեն չենք ունեցել, նա հայ չի եղել։ Եվ մի բանը որ մեզ կապում է դա պետականությունն է։ Ու այսօր պետականության ով է խորհրդանիշը, պետականության Փաշինյան Նիկոլը։ Այսինքն Փաշինյան Նիկոլը ավելի մեծ կապ ունի Տիգրան մեծի հետ, քան հայ մարդը։ Բա Հա, չգիտեմ, ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Թե ինչ պետք է կառուցել։ Հաստորեն հիմա խելագարը ինքն է։ Խելագարը ինքն է, ընդհանրապես ինքը պետքա գալ մտներ Ղազագրի տակ եւ այս ամեն ինչը ջրվում է։ Այսինքն հանցագործը Հայաստանում հանցագործ է այնքանով, քանի դեռ ինքը չի համաձայնվել մասնակից դառնա Փաշինյանի հանցագործություններին։ Հենց համաձայնում է Փաշինյանի հանցագործություններին հանցակից դառնա, դադարում է հանցագործ լինելը։ Դադարում է նրա նկատմամբ քրեական հետապնդումները եւ սկսում է քրեական հետապնդումներ մնացածի վրա, ովքեր չեն համաձայնվում Փաշինյանի հետ հանցագործությունների։ Հիմա այս պարզ հասարակ բանաձևը մենք ո՞նց կարող ենք հասցնել իր հոգսերով ապրող մարդուն, եթե այս ալիքը չի դիտում ինքը։ Ոնց։ Դամար ձեր աշխատանքը այնքան կարևոր է, ինչքան իմ աշխատանքը։
Հասկանաք, որտեղ առանց ձեր աջակցության իմ աշխատանքը ես ձայն բարբարո անապատի է մնալ։ Վարչական մարմիններն այլևս չեն կարող բողոք հարկել մինչև 300,000 դրամ տուգանքները, վերջ, գիտեք ինչի, շատ են գործերը, վարչական, եթե մինչև 300,000 դրամ ձեր վրայի տուգանքը, դուք չեք կարող բողոքել, և այսպես որոշել են թեթևացնել դատավորների գործը, դատավորները բողոքել են, ասել են դուք այնքան հանցագործություններ եք, խախտումներ եք անում, որ այդքան դիմում մենք չենք կարողանում ստուգել, ընթացք տալ, դե որոշեցին ոչ թե կանխել հանցագործությունները, խախտումները, այլ որոշեցին շարունակել նույն տեմպով, բայց սահմանել մինիմում, եթե 300,000-ից ներքև է, դու չես կարող բողոք հարկել, վերջ, ես առաջի հայացքից ջղանանում եմ սա վրա, բայց ես մտածում ինչքան Նիկոլ ընտրած մարդ կա, որ ընկնում է այս բանի տակ, որովհետև գիտեք ինչ, ամենացավոտ իրանց համար է լինելու, այն պայքարող մարդը, որ սանց համարում է իրան թշնամի, ինքը հասկանում է, որ սա իր թշնամին է, ու ինչ գործողություն անի, դա լինելու է թշնամական գործողություն, բայց սրանց աջակցողը, որ տանելու է ասի 200,000 դրամ, ասենք չգիտեմ, բան է եկել, տուգանք է եկել, բայց ես չեմ դա, ասում ինքը չի կարող բողոք հարկել, ինքը պետքա վայելի, ինքը տենց պետքա վայելի իր ընտրության հետևանքները, սա ևս մեկ քայլ է ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և արդյունավետ դատավարությունների կազմակերպելը, այսինքն արդյունավետ դատավարությունը հայց չընդունելու մեջ է, պատկերացրեցիք, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը ոչ թե խախտումները բանը քչացնելն է, ոչ, ոքի լիմիտ սահմանել է, որ դու էլ չես կարող դիմել, չես կարող դիմել, ասենք, դու տուգանք ես ստացել 50,000, 100,000, 200,000-ի, որ դու մեղավոր չես, դու չես կարող բողոքել, վերջ արդեն, դե շնորհավորում եմ, ես ցավակցում եմ ազնիվ մարդկանց և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյան ընտրածներին ու աջակցողներին, իրոք ես իրանց շնորհավորում եմ, բայց ինչ եք կարծում, իրանք լսելու են դες մասին, իմանալու են դες մասին, չէ, Նիկոլ Փաշինյանը սա իրենց կմատուցի որպես իրենց հաղթանակ, ոնց է մարդու երեխու սպանելը մատուցում որպես իր հաղթանակ, իր ձեռքբերում, ոնց, էս է մատուցելու այդ հոտին որպես այդ հոտի հաղթանակ, այնքան ժամանակ, քանի այդ մարդիկ չեն լսել իրականությունը, Ճճոյանին կարելի է բոլոր հանցագործությունները չեղարկել, բայց եթե նույնիսկ լեզվաբանը տալիս է ցուցմունք, որը հակասում է քննչական կոմիտեի պատկերացումների հետ, պատկերացնում եք, կարդամ, գնում են տունը խոսարկելու, ինչ է նրա համար, որ իր ցուցմունքը հակասում է քննչական կոմիտեի նախօրոք պատրաստած եզրակացությունների հետ, այսինքն եթե քննչական կոմիտեն մի հատ եզրակացություն է անում, այսինքն Փաշինյան Նիկոլն ասել է, վերջ, պետք է կալանավորվի, տենց է էլի, այս գնաց այս հրամանը, այսինքն բոլոր ցուցմունքները, որոնք հակասում են այս ֆորմատին, պետք է գնալ խուզարկել տները, փորձել ահաբեկել, որ այդ մարդիկ իրենց ցուցմունքները փոխեն, ասում են, որ քննիչները խուզարկել են լեզվաբանի տունը, որ Բարեհ Սամվել Կարապետյանի գործով քննչական կոմիտեին հակասող եզրակացություն է տվել, իրավական անարխիայի մեր օրերում չպետք է զարմանալ, այլ պետք է ուրախ լինել, որ լեզվաբանին նույնպես չեն կալանավորել։ Մենք ստեղ ենք ապրում, ժողովուրդ ջան։ Մենք ստեղ ենք ապրում։ Ու ապրել ենք այնքան ժամանակ, քանի մենք այն մեր պապենական ասացվածքի նման ենք ապրում։ Լոդ ենք կրակում, լոդ ենք ոսում թշնամուն հաղթելու փոխարեն։ Ես չգիտեմ, այս երեկվա այդ 9 չէ, պատվիրանները կարդալուց հետո որքան մարդու մոտ փոխվե ապրելակերպ, մտածելակերպ, լավ կլինի, որ այդ մասին գրեք։
գրեք, թե երեկվա այդ 9 պատվիրանները կարդալուց եւ այդ մասին բացատրություններ տալուց հետո ինչա փոխվել ձեր մոտ։ Եվ արդյոք դա եթե դառնա մեր կյանքի ուղերձից, մեր հասարակությունը կվերափոխվի։ Արդյոք դա ասելուց մարդու մոտ հայնազար բանանում, արթնանում, հա։ Մի շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, որովհետև երբ որ ես շատ եմ ինքս իմ հետ խոսում, դեռ հիմա ես ինքս իմ հետ եմ ասացի խոսում, ես ձեզ չեմ լսում։ Ես կարող եմ հայտնվել սխալ վիճակի մեջ, սխալ պատկերացումներով։ Իսկ իմ համար դա ցանկալի վիճակ չի։ Ցանկացած դիրիժորի համար ինքը պետք է զգա իր ժեստիկուլյացիան, իր ամեն ինչը, ինքը այդ ֆիդբեքը, այդ բանը, ինֆորմացիոն, հետադարձ կապը կարևոր է շատ։ Կարևոր է եւ սթափության համար, եւ ճիշտ տեմպը պահելու համար, այսինքն այս մեր հաղորդումների տեմպի իմաստով եմ ասում էլի, եւ բովանդակության համար շատ կարևոր է։ Դրա համար գրեք խնդրում եմ, արդյոք ձեր մոտ ինչ որ մի բան փոխվեց այդ 9 պատգամները լսելու, եւ արդյոք դուք դարձաք դրա տարածողն ու կրողը։ Այս երկու հարցին խնդրում եմ պատասխանեք։ Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Տեսնենք ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես, հաղորդում է ներկայացել դատախազություն հանցագործության մասին։ ԱԺ քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի Arc Times Նիկոլի կայքում տրված հարցազրույցում արած հայտարարությունների հիման վրա։ Հա։ Ինչ է ասում, առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի ասով հատկանիշներ հանցագործության։ Խոսքը վերաբերում է եկեղեցու եւ մասնավորապես կաթողիկոսի մյուս հոգեվորականների դեմ ձեռնարկված քայլերին, ինչը հայտարարել Լիլիթ Ստեփանյանը։ Ես կարծում եմ, այս մարդիկ, եթե այսքան բարոյականության չերևույթ ցույց տվել, նշում ունենային երկու եղբայրներն էլ այդ փոքր խմբակը, պետքա գնային մի խոսքով, հա։ Հիմա խոսում է սքեմի մասին, խաչի մասին է խոսում, որ պետք է իրան գնան։ Աստծո տունը վերածել են, չգիտեմ ամեն ինչի բացի հոգևոր ծառայությունների կենտրոնից։ Սա քաղաքացիական պայմանագրի պատգամավորին մտահոգող բանն է։ Պետությունը գրողիցոցն է գնացել, տնտեսություն չկա, պաշտպանություն չկա, ոչ մի բան չկա։ Բայց ների վկաները դա չեն նկատում։ Նկատում են ուրիշ կողմ, ինչ որ է, հա։ Ու ասել է մեծ ձեռքում տվյալներ կան, որոնք կարող ենք օգտագործել։ Ճշտող հարց, ինչ տվյալներ եւ ինչ փաստերի մասին է խոսքը, Տիկին Ստեփանյան։ Դե գիտեք, ինֆորմացիաներ կան, փաստեր կան, եթե հանրապետության վարչապետը երկրի թիվ 1 ամբիոնից ասում է, որ ինքը գիտի, որ օրինակ հոգեվորականների շատերը պիղծ են, որ հոգեվորականների շատերը սրբապիղծ են, որ հոգեվորականներից ոմանք թաթախված են ամենատարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որ օրինակ որոշ հոգեվորականներ ուզում են շարունակի, ես էլ ասում եմ, որոշ հոգեվորականներից մեկն էլ Կճոյանն էր, բայց Կճոյանը հանցագործը այնքան ժամանակ, քանի դեռ չի միացել Փաշինյան Նիկոլին։ Սա էլ Բորիս Մուրազին կարող ավելացնես դիմումի մեջ։ Հա։ Հարցումը սեռական մոլագարներ են։ Սեռական մոլագարներ են, KGB-ի ագենտներ են, տեսեք։ Փաստորեն ինչա բանը հայտարարում այս տգետը, որ կան սեռական մոլագարներ, որ հանցագործություն է, եւ KGB-ի ագենտները, որը նույնպես հանցագործություն է։ Բայց իրենք միջև այսօր ձերբակալված չեն այդ ապացույցներով։ Ես կարող եմ ասել, որ սա բանսարկուի է, եթե ինքը ճիշտ է, նշանակում է իշխանություններն են հանցագործ, բայց դա գնանք առաջ։ Ես ամեն ինչ արտաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի սեղանին հատուկ ծառայությունները ըստ երևույթին, դες ինքը բան է, հայտարարում է, բայց ասում ըստ երևույթին, դրել են բավականին մեծ թղթապանակ, որից վարչապետը կարծում եմ շատ մեծ դժվարությամբ ֆիլտրում է ինչ ասել հանրությանը, ինչը պարզապես թողնել պատմության կամ պարզապես թողնել այդ շրջապան թղթապանակի մեջ։ Այսինքն թղթապանակի մեջ դրած է, որ սա ագենտ է, մոլագար, ինքը մտածում է, դա հրապարակի թե չէ։ Այսինքն այս տխմարը հայտարարում է, որ իր վարչապետը
հանցագործությունն է կոծկում։ Սրանց տգիտությանը, սենց ապուշությանը սահմաններ չկան։ Ես ինչի եմ ուզում, որ այս հաղորդումը լսեն իմ հետ անհամաձայնեցնեն նաև։ Ովքեր չեն ուզում համաձայնել ոչի բան, բայց սա պետք է լսեն, որոնք տեսնեն, որ իրենց պաշտելի հոտը հանցագործ է։ Որովհետև չի բացառվում, որ եթե ամբողջ ինֆորմացիան վարչապետը օրինակ հայտնի հանրությանը, գուցե հանրությունը այլևս որևէ մեկի չկարողանա պահել։ Այլևս հանրության գործունեությունը կամ հանրության շարժումը լինի անկառավարելի։ Դե այս տխմարին բացատրի, որ այ ապուշ, եթե նա ագենտ է, դա հանրության հետ կապ չունի։ Հանրության Նիկոլին չի դա ագենտ է, թե չէ, դա հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների գործն է։ Հա? Հանրության Ռոմանոս Պետրոսյանին չի բացարձակապես այտենց հարցերը։ Դրանք քլյորեն հետապնդելի է, որը ձեր վարչապետը փաստացի կոծկում է։ Ու դրա մասին չհայտարարելը բան է կանում, հիմնավորում է, թե հանրությունը իրենց կների կամ չի, կհոշոտի։ Հանրությունը դատաիրավական համակարգի մաս չի։ Հանրությունը դատաստան չի իրականացնում։ Հանրությունը այտենց ֆունկցիա չունի իր վրա։ Այ իդիոտներ։ Բայց գնանք առաջ։ Ասում որը կգնա կսրբի ճանապարհին ամեն ինչ, բայց ես կարծում եմ, որ կաթողիկոսը այդ քաղաքականությունն է որդեգրել։ Այստեղ երկու հարց է առաջ գալի, կաթողիկոսը չի ուզում հեռանալ, թե չի կարող հեռանալ։ Արայ ապուշ։ Եթե նա հանցագործություն է արել, դրա հեռանալ չհեռանալու ուզել չուզելու հարցը ո՞նց է քննարկվում։ Դուք հանցագործություն եք կոծկում փաստացի։ Կամ դուք սուտ զրպարտություն ասա, որը երկու պարագայում է ցույց է տալի, որ դուք հանցագործ եք, բայց գնանք առաջ տեսնենք ինչ ասում։ Այս հայտարարությունը ըստ Մուրազիի բխում է, որ առանց համապատասխան լիազորությունների առկայության ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչները կատարել են գործողություններ, որոնք խաթարել են ազգային անվտանգության մարմինների բնականon եւ օրինական գործունեությունը։ Սա արդեն երկրորդ մասն է։ Հանգեցնելով առերևույթ հանցանքի, որը ճիշտ է, ինչպես նաև խախտել են անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, անձանց իրավունքների եւ օրինական շահերի էական վնաս են հասցրել, ինչն արդեն ՀՀ օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանված հանցանքի հանցակազմի պարտադիր հատկանիշ է։ Այս բարակայում ազգային անվտանգության մարմինները եւ վարչապետը ի պաշտոն է իրենց լիազորություններին չառաջվող գործողություններ կատարելով առերևույթ հստակ պատասխանատվություն են ունեցել հավաքելու եւ օգտագործելու նաեւ նման տեղեկատվությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավար Բաստիճան մի խոսքով ունեցող անձանց նկատմամբ եւ խնդրում են նախաձեռնել քրեական վարույթ։ Սա երկրորդ մասն է հանցագործությունների։ Հա, որ ԱԱԾ-ն դրանով զբաղվի։ Իսկ առաջին մասն է հանցագործությունների, որ ասում են ինքը հանցագործ է ու վարչապետը մտածում է ասի այդ մասին թե չասի։ Այսինքն երկու դեպքում էլ քրեական գործ կա, կամ այդ ապուշի վրա, կան ջարդեն ամբողջը դրա վրա, ասեն էսի հոգեկան հիվանդ է, ինչպես բոլոր քպայականները, եւ ինքը հաշիվ չի տալիս, ինչա խոսում։ Եվ իրան դատել իր զրպարտության համար։ Որտեղ ինքը զրպարտում է վարչապետին, որ վարչապետը կոծկում է հանցագործությունը։ Ու մտածում է ասի թե չասի։ Կամ կարող է չի կոծկում։ Չէ, կամ կարող է չի զրպարտում, յոք տենց է։ Ու վարչապետն է հանցագործ։ Հիմա իրանք պետք է որոշեն Նիկոլն է հանցագործ, թե իդիոտ է։ Արդեն դա իրանց գործն է։ Էլի սրանցից մեկին լսենք էլի։ Սա լսեք։ Սիրելի հայրենակիցներ, Մոսկվայից վերադարձա եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ներկայացնել այն շատ կարեւոր որոշումը, որ ընդունվեց 3 Մոսկվայում։ Ասում ինքը Մոսկվայում է եղել, վերադարձել է ու շատ կարեւոր որոշումը ընդունվել Մոսկվայում։ Տեսնեք, այդ ինչ կարեւոր որոշում է ընդունել Մոսկվայում, որ այս խեղկատակը ոգևորված ուզում է հայտնի մեզ։ Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարության վարչապետի մեր թիմի ջանքերով ստացավ 15000 էլեկտրոմոբիլի քվոտա։ Լսեցիք։ Իրանց կառավարությունը վարչապետի ջանքերով ստացել է Ռուսաստանից
15,000 էլեկտրական մեքենա ներմուծելու քվոտա։ Ես որ կարդացի, քեզ չհասկացավ, չհավատաց, ասես, բայց դեռ ինչի է, կարող ուրիշ բան է, կարող դու սխալ ես ներկայացնում ինֆորմացիա, ասում եմ, մի հատ էլ լսի։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 15,000 էլեկտրոմոբիլ, այդ թվում նաև հիբրիդային էլեկտրոմոբիլ, կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել առանց մաքսատուրք վճարելու։ Ստորեն, որպեսզի Հայաստան առանց մաքսատուրք բան ներմուծվի, իրանց համար մեծ հաղթանակ է իրանց թմի վարչապետի, շնորհակալություն Տիգրան Ավինյանին անպայման ստեղ չմոռանանք, էլի։ Մեծ հաղթանակ է, որ Ռուսաստանում իրենց թույլ են տվել դա։ Ու այս իդիոտը դա ուրախությամբ հայտարարում է, որ իրենք գնացել են Ռուսաց թագավորի մոտ, որ Ռուսաց թագավորը իրենց թողի իրենց երկիր առանց մաքսատուրք մեքենա ներմուծել։ Լավ եք դուք։ Եվրոժետոններ լավ եք։ Կարող է դրանից հետո էր ինքը այդ Լյուբանկայի շենքի վրա ասենց սիրով նկարվել։ Պատկերացնում եք Գերմանիայից գալիս է, Գերմանիա, Եվրոպայից գալիս է ու KGB-ի շենքի վրա ցիլոյով այդ իդիոտին կարող է մեխել են այդ գլխարկները դա գլխին չի կարողանում հանել։ Գերմանիայից եկել է, Եվրոպայից է եկել, որ խոսում է եվրոպական արժեքների ու KGB-ի շենքի ֆոնդի վրա նկարում է։ Ու դա տեսնում են բոլորը։ Որ ուր լինեմ ես չեմ մոռանա KGB-ի շենքը։ Հավատալիմ եմ ես քեզ, Դերժինսկի։ Լավ են եվրոժետոնները ստեղ։ Ու երևի դրանից հետո էր նկատել, որ իրեն թույլ է տվել պարոն Պուտինը, որ Հայաստանը կարա 15,000 մեքենա ներմուծի առանց մաքսատուրքի։ Եվ այս շնչակտուր հաղորդում է իրենց թիմի վարչապետի մեծ հաջողության մասին։ Արա դու գիտեք ովքեր եք։ Հա? Դուք այն անեկդոտ կա, չէ, որ աղջիկ տղա քայլում են, ավազակները բռնում են, հա? Դա շրջանագիծ են գծում, տղուն ասում են դու կանգնի շրջանագիծի մեջ, դուրս չգաս, թե ճակաշներդ կկտրենք։ Ու աղջկան ընկերուհուն իր աչքի առաջ բռնաբարում են, բոլորով։ Հետո որ գնում են, աղջիկն ասում է, «Հələ բայց դու ինչ փալած դուրս եկար», ասում է։ Դու ինչ փալած դուրս եկար։ Այ Նիկոլ, քո աչքի առաջ քո ընկերուհուն բռնաբարում են, դու վախեցած այդ շրջանագիծ դուրս գաս։ Smով է վախեցել։ Ինչ խոսում, երկու անգամ ոտը շրջանակից դուրս են բերել։ Տիպիկ սրանց պատմությունն է։ Այդ մեքենաների համար դուք նաև չեք վճարելու ավելացված արժեքի հարկ։ Կրկնում եմ, հիշեցնում եմ, դրանք վերաբերվում են 2024, 2025 եւ 2026 թվականների արտադրության էլեկտրոմոբիլներին։ Բա այ մենք Արցախը տվեցինք, որ մեր սուվերենությունն ավելանար, որ մենք գնայինք Ռուսաց թագավորին խնդրեինք, որ ինքը թույլ տար, որ 24-25 թվականների, 26 թվականների արտադրության ավտոները, որ նույնիսկ հələ չկան, մենք առանց մաքսատուրքի մեր երկիրն ներմուծենք։ Այ այս կարգի սուվերենություն ավելացրել է։ Արցախը տալուց հետո, պատկերացնում եք Հայաստանը հանձնելուց հետո մեր սուվերենությունը ոնց է ավելանալու։ Ես մի քանի անգամ փորձեցի ապացուցել, որ սա մասին է խոսքը, գերես տենց էլ ասես չէ, դու կարող ես մի հատ ճշտես այս տվյալները, ոնց որ մի բան չի բռնում, ինչի դրա համար պետք է ուրախացած լինեն սրանք։ Այո, ոչ մի բանական մարդ չի կարող հասկանալ սա։ Սրանք սա ներկայացնում են որպես հաղթանակ։ Ժեխ կներգես այս բառը կյանքում չեմ օգտագործել, բայց հիմա ուրիշ բան չես կարող ասես էլի։ Բիդլա ռուսերեն լավ ասում։ Ուրախացեք, տապ տվեք։ Մի հատ չմոռանաք ասեք Սպասիվը Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Դե հիմա հասկացաք ով է Հայաստանում հարցեր լուծում։ Նույնիսկ որ դուք մեքենա ներմուծեք ձեր համար, հարկ վճարեք դրա համար թե չէ։ Ադրբեջանական վառելիք ներկրելու համար արդեն աժոտաժ է, հերթ է Հայաստանում։ Ընկերությունները արդեն բանակցությունների մեջ են։ Որոնք են հետաքրքրված, որ ընկերությունների։ Նայեք։
Եվ այսպես ասում են հերթ արդեն, բայց ընկերությունների անունները չեն կարող ասել, չեն ասում։ Ես մոտարապես փորձեմ գուշակել։ Այն անասնակերը ով են մեր Ադրբեջանի տարածքով Վրաստան, Վրաստանից էլ Հայաստան։ Հիշում եք։ Լֆիկը։ Ով ամենաշատ ուզում, որ Թուրքիայի հետ առևտուրը բացվի, վերջապես սլամաները բացի առևտուր անենք, էական չի մեր հետ ինչ կանեն, կարևորը առևտուր անենք։ Միշտ մեկ երևի։ Արամ Սարգսյան, Զավենովնա, Գրզո, անպայման։ Առայժմ ես ես երեքի անուն տամ լավ։ Առայժմ։ Բայց իրանք էլ չեն ասում։ Ու ամենակարևոր հարցին չեն պատասխանում։ Բայց հələ մի վարքյան։ Հայաստանը ռուսական բենզին ու նավթամթեր կա սպառնում։ Բա ո՞նց է դա հնարավոր։ Այստեղ Գևորգ Պապոյանը մի հատ էլ պետքա գնա Մոսկվա, այս դեմքով գա ասի, որ մենք մեծ աշխատանք կատարեցինք եւ Վլադիմիր Վլադիմիրիչը թողեց, որ մենք ադրբեջանական բենզին նավթ վաճառենք։ Իստատմա։ Որովհետեւ եթե Հայաստան ավտո ներկրելու համար առանց հակ պետքա Ռուսաստանից թույլտվություն ստանա, ինչ եք կարծում։ Կարող է sense գործարք լինի առանց Պուտինի թույլատվության։ Կարող է։ Ոնց կարող է լինի։ Գևորգից կմնա գն։ Փաշինյան Նիկոլից փնել չի մնա։ Իսկ կարծում եք կարող է արդեն վաճառում եք։ Կարող է արդեն մենք ադրբեջանական նավթ ենք բենզին ենք սպասում։ Չէ, ինչ է, որը լիք իմանաք։ Հիմա այս պոտենցիալ անառակներին եմ ուզում ասեմ։ Դե առնվազն 3 անուն տվեցի, չէ՞, Լֆիկնա, Զավենովնան, մեկ էլ Գրզոն։ Ես գիտեմ, որ փողից ենկոմ ձեր համար Աստված չկա։ Միակ Աստված, որ դուք հավատում եք եւ աղոթում եք, դա փողն է։ Ոչ մեկ եմ գաղտնիք չի, ու դուք բազմիցս ձեր մասով արտահայտել եք։ Ասել եք։ Այն աստիճան, որ կարևոր չի մեզ հետ ինչ կանեն։ Դա աղջիկ ունի, թորներ ունի։ Արամ Սարգսյանը, այսինքն կարևոր չի իր ընտանիքի հետ ինչ կանեն։ Փողը։ Հասկանալի է, չէ՞, որ դե ուրիշ բան չկա։ Բայց մի բան լավ իմացեք։ Ձեզ դա չի ներվելու։ Ոչ թե մենք չենք ներելու մենակ։ Այն օրը, որ Թուրքիա մտավ Հայաստան, այն ինչ կուտակել եք այդ առևտրի, այդ դավաճանությունների արդյունքում, այդ օրվանից դառնալու է իրանցը։ Թուրքը տենց հետաքրքիր բան ունի։ Հա։ Ասեմ այն Արևմտյան Հայաստանում այն բանկիրներ հայերը, մեծահարուստ հայերը առանձնապես չեն անհանգստացած կոտորածների, թե մտածում են թողը կտան կասապեն։ Ու տվել էին իրենց ձեռքով չկար։ Մի օր տես մեծահարուստի տուն է գալիս մի շարքային չէ, սովորական սպա թուրք։ Նստում է, դե գալիս են, ընդունում են որպես հարգարժան հյուրի։ Դե ասում է, սկսում է հրամաններ տալ։ Ասում է, այն ինչ որ դու ունես, քոնը չի։ Դու ոնց կարաս ինձ մի բան տաս, դա արդեն իմն է։ Ես տունն էլ ա իմը, ընտանիքդ, աղջիկդ, կինդ էլ արդեն իմը, գործարանդ էլ ա իմը, բանկային հաշիվդ էլ ա իմը։ Ինչ է թվում քեզ։ Դու սեփական բան ունես, դու ինձ ոչ մի բան չես տվել, էդ իմն է։ Այսպես կուլտուրական թուրքերը գալու են նստեն ձեր տները, ձեր աղջիկները կանեք, իրենց սկսելու են սպասարկել, եթե իհարկե այդ ունակություններն ունեն, էլի կարող է այդ դուները չկա։ Դե ես սպասում եմ, տեսնեմ ովքեր են լինելու դրանք, որ ադրբեջանական ապրանքը բերեն Հայաստան, որպեսզի դա դառնա փող, որը դառնա զենք, հետո կրակի հայ մարդու վրա։ Սպասում եմ, էլի։ Որևէ չասեն, դու մոտարապես բացենց առաջընկներով ես ասում։ Չէ, փաստ։ Ես վերջի հարցումներից մեկի ժամանակ են անդրադարձա Փաշինյան Նիկոլին հերթական տգիտությանը, որ Տրթատ առավոտ արթնացել է ու որոշել է այդ օրվանից հրով արտականում, ու այդ օրվանից քրիստոնեությունը Հայաստանում
պետական կդոնա ու վերջ։ Այսինքն ինքն էլ կարա որոշի, sense մի հատ հրովարտակ հանի, որ այլևս քրիստոնեությունը պետական կդոն չի։ Ես այդ ժամանակ էլ ասացի, որ տխմար, ախ, քրիստոնեությունը այդ ժամանակ չի եղել։ Քրիստոնեությունը շատ ավելի հին պատմություն ունի, ու ավելի շուտ էր Հայաստանում։ Բայց դա իմ պատասխանն էր, բնականաբար, այսօր ուզում եմ հենց հոգևորականի լուծենք այդ մասով։ Տեր հայր, երկրի վարչապետը հայտարարում է, թե 301 թվականին հայ առաքելական եկեղեցի ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Արդյոք ճիշտ մեկնաբանություն է սա։ Եթե մարդը ունի տարական, կրոնական, հոգևոր գիտելիքներ, գոնե մի փոքր ուսումնասիրել է եկեղեցու պատմությունը, ուրեմն հստակ պիտի իմանա, որ Ես կարա մնացածը ցույց տամ, չէ, բայց կլսենք։ Այսքանով ինքը ասեց, որ տարական գիտելիքներ չունես։ Իհարկե քահանա ինքը չէր կարող միանգամից ասել, դա գետա, դες չէ ասել, բայց ասեց, որ տարական գիտելիքներ չունես։ Լսեցի՞։ Նկա։ չեն եղել պետություններ, բայց եղել է եկեղեցի։ Չեն եղել իշխանություններ, բայց հոգևոր իշխանություն եղել է ցանկացած ազգի մեջ։ Եվ առավելաբար, ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցու, արդեն իսկ անունը հիշում է առաքելական։ Այսինքն հայոց եկեղեցին հիմնել են Սուրբ Թադեոս Բարթողիմեոս առաքյալները, եւ այս անունը հենց իրենց անունի հետ է կապված։ Այստեղ հաջորդ հարցներ պետք է տար։ Իսկ այն որ այն Վազգենը դե որ տղա ունի, բայց նեղացած է, որ ասեն կաթողիկոս է, աղջիկ ունի էլի։ Այն բանը քահանայի կնոջը բռնաբարողը։ Բավական ասում էր քրիստոնեությունը Եվրոպայից է եկել։ Լուրջ Բարդորիմեոսը Եվրոպայից է եկել, բայց դրան արձագանք չկա։ Ինչի ես պետք է արձագանքեմ դրան։ Ինչի՞ չեք ասում, որ այդ տգետ, մի տգետ դու ես փաստուն, համ եպիսկոպոս ես, համ փաստուն տգետ ես։ Դու կեղծում ես բան հայ առաքելական եկեղեցու պատմությունը, ոնց կարող էին առաքյալները գալ Եվրոպայից։ Ոնց։ Առաքյալները Եվրոպայից։ Բայց այդ մարդը եպիսկոպոս է ու բնականաբար այդ կարգի տգետը պետք է լիներ այսօր Կոճոյանի հետ միասին եւ մյուս ալբամոլների հետ միասին լինեին Փաշինյան Լիլինի կողքը։ Դա շարունակություն ասենք։ Որովհետև մինչև Գրիգոր Լուսավորիչ դեռևս առաքելական քարոզությամբ առաջին դարում հայերի մեջ եղել են քրիստոնյաներ, հիմնվել է առաքելական երկու աթոռ եւ սկիզբ է դրվել հայ առաքելական եկեղեցու։ Ուրեմն դրա համար իսկ նաեւ երբ որ 19-րդ դարում Պոլոժենիայի հրահանգով հայ առաքելական եկեղեցին անվանվում է լուսավորչական, հայերը ըմբոստանում են չեն ընդունում այս անունը, որտեղ սա նշանակում էր, որ լուսավորիչն է հիմնել հայ եկեղեցին։ 3 դարը մեր պատմությունից մեր եկեղեցու կտրվում էր։ Ինքը ուրիշ ձև էլ կարող ասել, եթե այդ տգետը գոնե լսած լիներ Աբգար Թագավորի մասին, ինքը կիմանար, որ Աբգար Թագավորն ինքն է հրավիրել, ասել է գամ քեզ ազատագրեմ։ Ինքն է ընդունել քրիստոնեություն։ Աբգար Թագավորը։ Ուղղակի շուտ մահացավ, դա հետո իր տղան տրամադրված չէր բոլորովին քրիստոնեության նկատմամբ։ Ինչ որ է, բայց առաջինը, որ ընդունել է թագավորներից, Տրթատը չի եղել։ Տրթատը չեն ընդունել։ Աբգարն է եղել։ Առաջին անում։ Բայց հասկանում եք, չէ՞ մենք ում հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք կատարյալ տգետների հետ, որոնց միակ ուրախությունն ու հպարտությունն է, որ Պուտինը իրենց փողերը 15000 մեքենաներ կրել։ Խզվում էր։ Եվ սրան ընդդիմանում են ու լուսավորչական անունը մինչև օրս համաշխարհային մասշտաբով ոչ միայն հայերի կողմից ընդունված չէ, այլ մեր եկեղեցին ունի իր պաշտոնական անունը հայ առաքելական ուղղափառ Սուրբ Եկեղեցի։ Արևելյան հին եկեղեցիների կազմի մեջ 5 քույր եկեղեցիներ։ Եվ ուրեմն հնարավորինս փորձել իբր մեր եկեղեցու հիմնադրումը կապել պետության հետ, իբր պետությունն է ստեղծել եկեղեցին, սա բացարձակ տգիտություն է կամ էլ գիտակցաբար մոլորեցնում են մարդկանց։ Լսած կամ NS Փաշինյան Նիկոլ կամ NS։ Ուրեմն պատկերացեք, փաստորեն
Համ եկեղեցին են կապնում պետականության հետ, համ Տիգրան Մեծին, որը հայ չի եղել, պետականության հետ է կապված։ Սրանց հələ դիվային ծրագրերը լսեք։ Չկա հայ, չկա քրիստոնեություն, մենակ պետականություն, այսօր պետականության սիմվոլն էլ գլխարկը գլխին մեխած, Լյուբանկայի շենքի վրա նկարվող, ֆոնի վրա նկարվող վիժիված կա միակ, որի միակ նպատակն է հայոց պետականության ոչնչացումը, քրիստոնեության արմատախիլանումը, արժեզրկումը, նվաստացումը, հայ մարդուն ինքնությունից զրկումը, իրեն թվում է լուրջ այդ կարողություններն ինքը ունի։ Ես կարող եմ հավատալ, որ իրեն ասել են դու պրոբլեմ չունես, քո մեջքին կանգնած ենք, ինչ-որ մեկը, որին ինքը լուրջ է ընդունում։ Ոք ես իրան պետք է ասեմ, որ քեզ այդ ասողների նմաններն են պատմության մեջ եկել ու գնացել։ Չես հասկանում, որ այս ժողովուրդը իր արմատներին, իր մեխանիկորեն հիշողությունով է կապված, իր սովորությունով, դու ինչ ուզում ես, արա ինքը կրակի վրով թռնելու է։ Դու ինչ ուզում ես արա, ինքը օր է եկավ իր վրա ջուր է շփելու։ Ինչ ուզում ես դրա վրա։ Դրա համար 1700 տարի եկեղեցին կռիվ է տվել այդ արարողությունների դեմ։ Մատաղանելու դեմ, կրակի վրով թռնելու դեմ, ջուր լցնելու, տեսավ չի կարողանում, վերցրեց ադապտացնել այդ տոները իր կալենդարին, թե մենք ենք այտենց։ Բայց իրականում այդպես չի։ Այդ բոլորը մեր էթնոսից, էթնոսատիպից եկած բնության երևույթների հետ կապված տոներ են, որ քրիստոնեությունը ընդհանրապես կապ չունի, բայց նույնիսկ քրիստոնեությունը չկարողացավ դրանք արմատախիլանել։ Ու ինչ ունի կեպկով աղբ որոշել է, որ իսա դեմ պետք է կռիվ տա։ Դե քեզ բանի կործան ինչ ասեմ։ Այսօր քահանայի պատասխանը քեզ եւ առաջարկություն ունեն, եկեղեցին առաջարկում է կառավարության նիստերը սկսեն շարականներով։ Հա։ Եթե դու ուզում ես այնտեղ բանը հիմ երկե, դու պետք է ուրեմն շարականներ երկես, ինքն էլ առաջարկություն անում, խի չէ որ։ Ինչի դու կարաս այդ առաջարկություններս եկեղեցին ոչ։ Կրեատիվ առաջարկա։ Տեսնենք կարող են թե չէ։ Այ սա է ուզում եմ լսենք։ Ասողը որ չի ասողը որ Ռուսաստանի նախագահը ասեց, թե նույնիսկ Հայաստանը չի ճանաչել անկախությունը։ Այլ առիթով ասվել է, նույնիսկ երբ որ ինքը Ռուսաստանի նախագահը այդ քննադատությունը արեց կոնե ինչ-որ փոքր լրագրողի շրջանագի համար ասել են 2012 թվականին Ուրուգվայի այն ժամանակվա արտգործնախարար Ալմագրոն եկավ հասավ Երևան, ծրագրված է, որ պիտի գնա Ստեփանագետ, պիտի հայտարարի, որ Ուրուգվայը ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը։ Օտանան թեր չիչած իր նախագահը զանգեց, որովհետև Մոսկվայից զանգել էին, որ հետ թողա։ Ուրեմն Ռուսաստանը շատ մեղքեր ունի այս բոլորի մեջ։ Հանգած չկարծեմ, որ այս բոլորը մոռացել ենք ամեն ինչի մեջ, եւ կարգավորման գործընթաց, եւ խաղաղապահ, եւ դեղահանություն եւ մնացածը, եւ նաեւ այս մեկ փաստը եւս, որ չի։ Բա, սա ասում է ոչ ավել ոչ պակաս դաշնակցական Գիրո Մանոյանը։ Այն որ Հայաստանին հիշում եք 20 թվականից հետո մեղադրում էր ասում են, ախր Հայաստանն ինքն էլ չի ճանաչել։ Դա ճիշտ է։ Բայց միշտ ասել է, ինքը չի թողել ոչ չեն ճանաչել Արցախը։ Դա ենթաժական ոլորտից է, էլի։ Բայց սա բերում է ապացուցելու, որ իմ ենթադրությունը հիմքեր ունի, որը նույնիսկ 2012 թվականին Ուրուգվայի երբ որ պատրաստ էր ճանաչելու եւ եկել էր դրա համար իրենց արտաքին գործերի նախարարը, որ գար Հայաստան հետո գնար Արցախ եւ ճանաչել էր անկախություն։ Մոսկվայից կասեցել են այդ process-ը։ Բայց ինչ անկախություն ճանաչել, ինչ բան, ոնց է։ Մենք էլ պետք է տանք այդ Ադրբեջանին, զենք եմ ծախում այնտեղ։ Ես իր այդ հարցեր ունեմ լուծելու։ Պետք է տամ, որ ինքը գամատնի ԵԱՏՄ, որ հետո էլ իհարկե երկու ձեռքերի մեջտեղի մատերը ցույց տա Պուտինին, որը հասնում էր, հա, բայց ոնց կթողեր ինքը։ Մի խոսքով,
այս ձևերով կանխելա, որ նույնիսկ Ուրուգվայը չճանաչի հանգած Արցախի անկախությունը։ Ես հիշում եմ, որ Ֆրանսիան էլ ուներ նման մի ծրագրեր, կասկած չունենալ, որ նման մի բաներ էլ եղել են Ֆրանսիայի հետ։ Ես սա չեմ ասում արդարացնելու համար, ես ուղղակի ցույց եմ տալիս, թե դրանք հենց Պուտինը ինչ էին պլանավորել ի սկզբանե, սա էլ իրենք են, սա էլ իրենք են։ Այս պլակատը իրանք են սարքել, սա ես չեմ սարքել։ Որ մենք ստեղ ենք, Արցախ հանգիստ ապրի, պրոբլեմ չունես։ Բա Ես փափուկ բարձը դրեցին գլխի տակ, Արցախցիներն ասեց դե լավ, ասեց, որ ռուսը ստեղ է, այսքան կորուստներ որ ունեցել ենք, ոչինչ բան, բայց ստեղ է, ռուսը արդեն զինվորը ստեղ է, վերջ, ադրբեջանցին ում շունն է որ։ Բայց ասում էին, կարա ինքը դրա համար է եկել։ Այո։ Ու այսօր Հայաստանը ներկայացնող գլխարկավորը նկարվում է KGB-ի շենքի աշխարհին ցույց տալով, որ ինքը մնում է հավատարիմ շուն։ Դուք պատկերացնում եք, Տրամպի մոտից գալիս է վազում է Մոսկվա, Գերմանիայից գալիս է վազում է Մոսկվա, Մակրոնի մոտից գալիս է վազում է Մոսկվա։ Բայց ինչ որ նա կեղտի հոտ են ճահճացած են եվրոժետոնների այդ հոտ պնդում է, որ Հայաստանը ակտիվ քայլերով գնում է Եվրոպա։ Եվ այս կարգի չգիտեմ սրանց ինչ ասեմ ուղղակի, պնդում են, որ Հայաստանը զորով, վզից, Ալիևի վզից բռնան ստանում է։ Եվ խաղաղության պայմանագիր։ Բայց Ալիևի խաղաղությունը մենք գիտենք որ նա Հայաստան պետք չի լինի իր համար։ Ալիևի պայմանագիրը դա է, պայմանը դա է։ Իսկ Փաշինյան Նիկոլը Ալիևի վզից բռնում է, տանում է, որ Հայաստան չլինի։ Սա է լոգիկան։ Շատ վատ է մեր վիճակը այս առումով։ Շատ վատ է, որ սա ոչ թե որ էսենց դաշնակիցներ ունենք, ամենավատը որ այնա որ սա դաշ չի դառնում մեզ համար։ Սա դաշ չի դառնում մեզ համար, էլի։ Ես չեմ ասում այնի ավելի լավն է, քան սրանք։ Իմ համար ոչ մեկն էլ լավը չեն։ Բայց նրանք եթե լավը չեն, սա կոնկրետ հանցագործության կազմակերպիչ ու մասնակիցն է։ Եթե նրանք անողնաշար են, անհետևողական են, հա, չգիտեմ ինչ ուզում եք ասեք, իմ համար մեկ է։ Սրանք հանցակից են, ստեղ բան չկա ուղղակի։ Սա իրանց գրածն է, իրանց սարքած պաստառն է։ Սա живи спокойно, խաղաղ, հանգիստ ապրի, ոտդ գցի ու ապրի, պրոբլեմ չունես։ Իսկ ընթացքում մենք կմտածենք, ոնց քեզ դատարկենք, ում պետք է հանձնենք թուրքերին, պրոբլեմ չունես դու։ Որ հետո էլ քեզ 15000 մեքենայի թույլ տանք, ասենք, առանց մաքսազերծելու, որ դու էլ ուրախանաս դրանով։ Այ սա է մեր ձեռքբերումը։ Հիմա արագ գնանք Ամերիկա ու վերադառնանք նույն ձև արագ Հայաստան։ Սա նայեք։ Russia and the publication of the Protocols of the Learned Elders of Zionism, which exposed Zionists taking control over the media, left-wing and right-wing newspapers. Տեսանյութը մասին է, որ այն ինչ որ սիոնիստներն սովորանում են աշխարհում, նրանք սկսել են դեռևս 1903 թվականին Ռուսաստանից, որով ոնց սկսեցին կոնտրոլ անել մեդիային եւ քաղաքական գործիչներին, մեդիան եւ քաղաքական գործիչներ 1903 թվականից դեռ Zionist control over their education system. Եվ կրթական համակարգը And Zionist control over politicians through bribery and influence. Նույն գործիքակազմով, շանտաժների եւ կաշառքներով եւ քաղաքական դաշտը։ Չկասկածեք, որ Ստալինին հենց դրա համար սպանեցին։ Այդ են գործիչներն, որ իրոք գործ էր ուզում անել։ Որ իրոք ինչ որ բան էր անում։ Եվ համոզել էին Նիկոլայ II-ին, որ քեզ խանգարում է։ Ինչ որ շատ լուրջ է վերաբերվում Ռուսաստան պետությանը։ Եվ
Ցարի ներկայությամբ էլ իրանց սպանեցին։ Ոնց ներկայությամբ ինքը նույն տեղն էր, նույն ներկայացման ժամանակ, բայց ինքը տեղյակ էր։ Ու ինքը բացարձակապես անտարբեր էր այդ հանգամանքի նկատմամբ։ Բայց գնանք առաջ։ Some say it's real, some say it's a fabrication just to expose Zionists. Either way, 120 years later, they still follow the same playbook. 120 տարի հետո նույն գործիքակազմով, նույն ձևով աշխատում են հիմա Ամերիկայի And վրա։ sadly for the Russians, they failed to fight them off. The J supremacists did take over and created and controlled the Soviet government. Եվ հрьяաները սկսեցին սովետական ղեկավարը։ Այսինքն իշխանությունը վերցրեցին։ Սա ասում ամերիկացին։ Then create the Gulag concentration camps, which would go on to martyr between 40 to 60 million. Եվ ստեղծեցին գուլագը, համակենտրոնացման ճամբարը, որը տարբեր հաշվարկներով 40-ից 60 միլիոն քրիստոնյա սպանել։ Christians. Yeah, Now on to 1920s America. Հիմական 1920 թիվ Ամերիկա։ Henry Ford published the International Jew, which he had his Ford car dealerships give out and distribute to new Ford customers. A lot of people don't know that. The automobile pioneer Henry Ford blamed Jews for everything in a series of 91 weekly articles called Միակ Հենրի Ֆորդն էր, որը այդ հասկանում էր ինչա կատարվում եւ այն ժամանակ դեռ ամեն ինչում մեղադրել էր հրեաներին։ Ես պետք է ասեմ, որ Հիտլերին ամենաշատը տեխնիկայի մասով օգնել է հենց Հենրի Ֆորդը։ Որտեղ գիտեր Հիտլերն ինչ է ուզում անի հրեաների։ The International Jew. He promoted the protocols of the elders of Zion. Then the most famous anti-Zionist book of them all, 1920s, 1930s Germany, Mein Kampf, which translates to My Struggle. It became the #1 best-selling book, and which laid out all the past crimes and current. Ասում ինչ դարձավ այս գիրքը Հիտլերի հետ Mein Kampf-ի իմ ճանապարհը համար մեկ գիրք է, որովհետև նկարագրում էր բոլոր հանցագործությունները, ինչ որ կատարվել էր Գերմանիայում եւ Եվրոպայում։ Manipulations of J supremacy in Germany, Europe, and all around the world. So this great awakening that everyone's having now, it's actually not the first time it's happened. Ասենք ինչա, այն ինչ որ հիմա մարդիկ իրենց համար բացահայտում են, ասում առաջի անգամ չի որ աշխարհում կատարվում է։ Ադելա Հենրի Ֆորդը, հետո ադելա Հիտլերը, հիմա էլ ես մի հատ բան պետք է ասեմ։ Սա չի վերաբերվում նրան, որ Հիտլերը հանցագործ չի, Հիտլերը հանցագործ է։ Սերիական մարդասպան ոնց որ Ստալին, հարցադամեջ չի։ Այսօր բաներ է, ստատիստիկա է կարծում, ուրեմն էլիսիոնիստներն են սա մասին գրում, որ նրանց համար մեռնելու բան է։ Ամերիկացի հրեաների երիտասարդների 60%-ը հակասիոնիստ է։ Երիտասարդների 60%-ը։ Իսկ այդ երիտասարդների 40%-ը մեղադրում է Իսրայելի ցեղասպանության մեջ։ Այսօր ես բանը որ այդ վեճը որ լսում էի, այն որ ինչ կանխատեսում էի, սա դրա մասին է։ Այս 2%-ներն էլ մեծացող է։ 60-ը որ ընդամենը չի ընդունում արդեն, սա կդառնա մոտավորապես 80-90։ Ցեղասպանության մեջ դատապարտողները կդառնա առնվազն 60-70։ Սա դեռ սկիզբն է։ Ընդամենը տեսեք քանի ամիս է անցել։ Այս ամեն ինչի ծավալումը ես հաշվում եմ մոտավորապես սկսել ակտիվանալ երևի փետրվար-մարտ ամիսներից։ Բայց այս կարճ ժամանակի ընթացքում ինքը ճեղքեց ինֆորմացիոն տարածքը եւ երիտասարդ հրեաներն են, սա ամերիկացին չի։ Ամերիկացիների մոտ սա 70%-75% է։ Իսրայելին մեղադրելու տոկոսը ամերիկացիների մոտ 75% է։ Ու սրա արդյունքում է որ հիմա Թրամփը բոլոր տեղերում պարտվում է։ Որովհետև Թրամփի, ոսեմ Թրամփի հանրապետականները, ով ներկայանում է, դեռ որպես սիոնիստ ներկայանում։ Այսինքն իր ամբողջ պլատֆորմը սիոնիստական պարտվում է բոլոր տեղերում։ Վերջը ամենախայտարակ պատմությունը դա Ֆլորիդան էր։ Մայամիում, որ 30 տարի միշտ եղել են հանրապետականները ախտող։ Ու դա այդ մալարագոն բան է, ամբողջ այդ փողերը դեռ Թրամփի ամենաշատ ազդեցությունը ինքը ունի բանում Մայամիում, այնտեղ պարտվեցին։ Առաջին անգամ 30 տարի մեջ դեմոկրատները հաղթեցին այնտեղ։
Նույնիսկ այն բանից հետո, երբ որ Թրամփը իր ամբողջ սոցիալական մեդիաներով ու ռեսուրսներով բաներն օգնում էր ընդդեղի իրանց տեխնացուին։ Թրամփը պարտվեց իր տանը։ Ոնց որ պատկերացնում եք, ԿՊ-ում ընտրություններ լինի, Նիկոլո պարտվի։ Այս է վիճակը։ IDF-ը իսրայելական բանակը ռմբակոծումը Լիբանանը եւ Լիբանանի նախագահը այսօր հայտարարել է, որ ինքը լուրջ ինֆորմացիա ունի, որ պլանավորում է ներողություն, որ Իսրայելի կառավարությունը պլանավորում է լայնամասշտաբ հարձակում Լիբանանի վրա։ Ես ոչ Լիբանանի վրա չեմ զարմանա, սա իրենց ձեռագիրն է։ Իրենք առանց պատերազմ, առանց կոտորած, ուղղակի իրենք չեն կարողանում ապրել։ Դա հակասում է իրենց էությանը արդեն վաղուց 70 տարի գոմ։ Սա էկոնոմիստն է, ուրեմն էկոնոմիստը հայտնի է որպես ամենահրեական թերթ, ամենահրեական, ասում է սիոնիստական թերթ, սենց ասում, հա։ Սա է արձանագրում, որ Իսրայելը կորցնում է աջակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Եվ ոչ միայն աջակցությունն է կորցնում, աջակցությունը կորցնելու բaragայում կորցնում է նաև փող։ Ոնց է աշխատում մեխանիզմը։ Իսրայելական լոբինգը վերցնում է Ամերիկայի փողերը, ուղարկում է ուղիղ Իսրայել։ Ամերիկայի փողերով Իսրայելում մարդիկ ապրում են ավելի լավ, քան այդ փողը աշխատածները։ Այ ոնց որ մենք աշխատում ենք, ապրում է բանը։ Դու ասա։ ԿՊ։ Հայերը աշխատում են, որ ԿՊ-ն լավ ապրել, չէ՞։ Այ Ամերիկայում սենց է։ Ամերիկայում աշխատում են, որ Իսրայելում լավ ապրել։ Եվ դամայ էկոնոմիստը սելա որ կորցնում է ազդեցությունը ուղղակի եւ փողակորցում դարձում։ Արդյունքում իսկ իմ կանխատեսումներով 26 թվականից մենք ունենալու ենք լրիվ նոր իրավիճակ, որտեղ սենատը ուղղակի չի կարողանալու հաստատել բյուջեն ձայների հարաբերության մեջ, որը անընդհատ փող պետք է ուղարկի Իսրայել։ Փոխվելու է, աշխարհը փոխվելու է 26 թվականից սկսած։ Ամբողջ հարցը նրանում է, թե մենք ինչ կգրանցենք 26 թվականին։ Մեր մոտ ինչ կլինի։ Հələ սա մասին ես խոսամ, դասի նորությունները վերանալուց հետո։ Սա էլ ուզում ցույց տամ այս տեսարանը։ An honor today to have my family with me. Stop ICE raids! The power of Christ compels you! End deportations! The power of Christ compels you! Love thy neighbor! The power of Christ compels you! Ուրեմն այս ինչ ասում, որ դադարեցեք դեպորտացիան։ Դադարեցեք, դուք հանցագործություն եք անում։ Այս բանի տակ ստացել է այս պոստը Ջոել Թենին, ամերիկացի ամենասկսում ինքը քրիստոնյա է։ Գրել էր, որ սա բան չի, այս հակոսներից երևում է, որ սա իրական հոգևորական չի։ Այսինքն ինչից է երևում, որ իրական հոգևորական է, թե ոչ։ Ի վերջո դա ինչ կապ ունի, երբ որ սա իրականություն է։ Այսինքն Նյու Յորքում քաղաքապետը աչքերել է, որ այդ այսը մտնի ինչ-որ գործողություններ անի։ Քաղաքներում Չիկագոն աչքերել է։ Մեծ հայտարարություն է հիմա իրականանում Կալիֆոռնիայում։ Ամբողջ Տեքսասում, ամբողջ նահանգում բերքը մնացել է առանց հավաքելու, որտեղ միգրանտները կամ իրենց դեպորտացիան արել կամ վախենում են տնից դուրս գալ։ Բայց խայտարակ վիճակ է տնտեսության մեջ։ Խայտարակ վիճակ է։ Ու այս հոգևորականը դուրս եկե բողոքելու։ Հիմա սա տա գրել, որ սա fake հոգևորական ասեն, ինչ նշանակում։ Այսինքն այդ խնդրեմը չկա։ Հա, խնդրեմը չկա։ Թե ասենք այդ դա նորմալ է ինչ որ անում է Թրամփը Ամերիկայի հետ։ Ես ասեմ, թե հարցը բանը չի, էմիգրանտները չեն, էմիգրանտները եթե չլինեն, Ամերիկայի տնտեսության մասեր կա, որ ուղղակի կանն են, շինարարությունը, բերքահավաքությունը, փողոցներ մաքրել, այսինքն այն աշխատանքը, որ անում են իսպանացիները եւ այլ տեղերից եկածները, անող չի լինի ուղղակի։ Անես չի է, որ ասենք եւս մի 20 միլիոն էմիգրանտ կա, բան ամերիկացին կմնա առանց գործ։ Չկա այդպես բան, իրանց համար գործ կա։ Հնարավոր չի գործ ուզենալ անել Ամերիկայում ու չլինի։
Եթե ուզում ես գործ անես, չկա, կամ դու ավելի լավ գործ ես ուզում, մտածում ես, որ դա քեզ արժանի չի, կամ ուղղակի դու չես ուզում աշխատես։ Հնարավոր չի, որ մարդ առանց գործ մնա Ամերիկայում ասում։ Ուզում ասել, ցանկացած քանակի էմիգրանտի համար գործ կա, ու դա առաջ է մղում տնտեսությունը։ Առաջ է մղում տնտեսությունը Ամերիկայում, որովհետև այդ էժան աշխատանքը, որ դրանք են անում, անող չկա։ Հիմա ասած ունեմ մտածում էլի, այս ձևի մտածողները, անաման ջերտենին, ինչ են ուզում ասում։ Այսինքն իրանց համար նորմալ է այս վիճակը, որ աշխարհում կա, մանավանդ Ամերիկայում։ Ես ուղղակի ապշած եմ։ Իսկ պատկերացնում եք ինչ կլիներ, եթե Հայաստանում ցած Փաստորեն էս է պետության դեմ դուս եկել։ Այս քահանայի վաղ բան կկալանավորի, ասեն քաղաքականության մեջ է խառնվում։ Ասում եմ դադարեցեք այս բաները, այդ ձերբակալությունները, ասում եմ քահանան մտել է քաղաքականության մեջ։ Քահանան չի կարող երկրում կատարվող իրադարձություններից դուրս լինել, որտեղ ինքն էլ է քաղաքացի։ Քաղաքացի ու քաղաքականություն, դա նույն բառալմատներն ունեն։ Հնարավոր չի ու չի կարելի լինել քաղաքացի եւ չլինել քաղաքացի։ Չկատարել քո քաղաքացիական պարտքը։ Դա արգելվում է, դա չի կարելի, դա աբսուրդ է։ Մեր քաղաքացիներին լսում։ Նորմալ է, որ Ալիևը Սևանալիչն անվանում է գյոյչա, բայց քպականները դրանում սպառնալիք չեն տեսնում։ Նորմալ չի, ո՞նց Ալիևը, բան նույն Նիկոլն էլ ինչ տարբերություն։ Նիկոլը քանի կա, պետք է սա հողենե մանդրից սախտա։ Էտա վիճակը, քանի շուտ է պետք է Նիկոլին ռադավի այս երկրից։ Նիկոլը Ալեն Սիմոնյանն անդեով կա, ոչ մի նախարարություն չկա։ Զանգում ես միտեղ ասում չկա, բյուջեն փող չկա, չկա։ Ոչ մի բան ստեղ երկրում ոչ մի բան գոյություն չունի։ Սա ավիրվել է, ոչ մի բան չի մնացել այս երկրում։ Ինչ կա որ էտել էլի։ Ալիևը ինչ ուզի կանի էլի։ Ասում գնայս եկեղեցին քանդի գնում քանդում, սրան հանի հանում, սիրտ արա գնում սիրտ անում։ Ինչ ասես անում, ձվածեղ անում, ոնց ասեմ։ Այդ թուրքիցան ուդին պետք է հանենք ռադ անենք, այդքան բան։ Իսկ ինչու դες քպականները սպառնալիք չեն տեսնում, երբ Ադրբեջանի ղեկավարը ադրբեջանական անվանբան է անվանում Սևանալ։ Իրանք բանն աղբենն է, իր եղբայրն է, ինչ եք ուզում ելնի, ոնց ասում են այս կարգադրում անում, որ ուրիշի վախտող ինչ էր անում։ Նիկոլը դրա համար ես 98 տվից Նիկոլին ճանաչում եմ, լավ եմ ճանաչում, գիտեմ ինչա ոնց է, ես ոչ ընտրել եմ, ոչ կընտրեմ, ոչ էլ բան կան։ Նորմալ։ Այս հաջորդ բանն եմ ուզում ցույց տալ, այսօր այս աղցանը որ տեսա, այս ամեն ինչի մեջ է։ Ինձ դες մի անգամից նմանացեցի, որ այդ դեմքը, այս շրթունքները, այս վիճակը, մազերը բան, որ գուցե եւ Պալուս Սևակն է եւ գուցե եւ ինքը չի։ Երկար ման եկա, բան, հետո ոչ միտեղ բանը չկար գրած որ սա Պալուս Սևակը չի։ Ես անկեղծ ուզում եմ հավատալ, որ սա Պալուս Սևակը չի։ Որ քանդակագործը ուրիշ կերպար ունի աշխի տակ։ Բայց որտեղ կարծում եմ դրանով Պալուս Սևակի քանդակն է ինքը արել։ Հիմա ուզում եմ հասկանալ։ Սա արդյոք բխում է այս նույն ծրագրի մեջ, որ ասենք Տիգրան Մեծը հայտ չի։ Որ քրիստոնեությամբ մենք կապ չունենք, դա հրամանով աստեղծել, հրամանով կարելի է վերացնել։ Ու որ ընդհանրապես մենք պետք է sense նվաստացված, ինքնությունից զրկված, նույնիսկ Սևակի նման մարդը այս ձևով պետք է ներկայացվի։ Հա, երբ որ դու այս գիտեք, ես արվեստից հեռու մարդ չեմ։ Ես մոդեռն արվեստ տեղ կա սիրում եմ։ Երբ որ դրա մեջ մտածելու բան է գալիս ինձ։ Օրինակ, եթե հիշում եք, երբ որ արձանը բացվել էր Բաբաջանյանի, շատ էր քննադատությունը, որ քիչն է մեծ, վախենալու է բան։ Բայց գիտեք, այդ մեծության մեջ, այս արտահայտչականության մեջ, լրիվ Արնոնն է, ինքը տենց է։ Հա կարող մի քիչ գեշ է ստացվել, հա, բայց այդ մասշտաբների մարդ է ինքը,
այդ яркость ունենք, այդ խարիզմատիկ այդ գույները, այդ մեծությունը, այդ ինչն է, էլի այդ արձանը։ Դա բարելով չի փոխանցում։ Ինչքան դասը բարգտեն չեղավ։ Բարելով չի փոխանցում, դա ամբողջ էմոցիա է, դա մասշտաբներ է, դա խարակտեր է։ Ինչն է, էլի ձերդերն էսքան բան է, ինչն է։ Սա սևակը չի։ Սա ինչ որ ոչ թե գեշարձան է, սա ինվալիդ է, սա ուրոդ է։ Սա նվաստացված ինչ-որ կիսամարդ է, սա մարդ չի, սա այլանդակություն է։ Պարտադի չի քաղաք բանը, քանդակը լինի մեկին մեկ նման։ Այս նույն քանդակագործը Թոքմաջյանն է սա։ Այս նույն քանդակագործը Տերյանին է քանդակել։ Ես չեմ կարողանում այդ արձանին նայել, գիտեք ինչի։ Մեղքս գալիս է Տերյանը։ Դուք ինչ եք մեր մեծություններին սես այլանդակում արա։ Տերյանը բորփանտել է, մեղ տեսել եք Տերյանի արձանը։ Մտնեք, խղճահարություն առաջացնում։ Խի, ինչ եք անում էդի։ Չի կարելի մարդուն այսքան նվաստացնել, հայ մարդուն եմ ասում էլի։ Ես ես նայում ես, լավ մի բան կարող սենց լինել, կարող է լավ ինքը տենց հա տեսնում է, սենց ինչ որ բայց ինչի էլի, այս մարդ չի տեսել ով է, ասիկն նախորդոք չէին տեսել այս արձանը դնելուց առել։ Ինչի։ Որովհետև ինքը ասենք ԿՊ-ի գովքն անումը բոլոր իշխանությունների հետ լավ է, հա, ասենք դրա համար ինքը կանաչ լույս ունի այլանդակելու մարդկանց։ Ինչ կերպար է, մի հատ հարցրեք ես Թոքմաջյանին, այդ քո տարիքում դու ինչ կերպար ես, դու բացատրություն ունես այս մարդուն քեզ ինձ այլանդակել։ Գաջաճ։ Արա այս մեծության մեծ անլռելի զանգակատուն գնող մարդը ես գաջաճ կրնի։ Դու կարծես ես սևակ։ Սևակ կարդալուց դու սա ես տեսել։ Այդ մասշտաբների մարդ ասենք ոնց կարող է սես փոճորած ինչ-որ ինվալիդ թզուկի կերպարանքի մեջ իր գրականությունը իր մտքի թռիչքը այսքան փոքր ու ճղճին, հա։ Ինչի՞ հայ մարդուն նվաստացնում։ Արվեստը մարդուն մտածել պետք է տա։ Արվեստը ասում է բաներ, որ բառը չի կարողանում փոխանցել։ Հա, այսինքն սևակի մեծությունը պետք է ստեղ երևա, պետք է ճչալ այս քարի մեջից։ Սևակի ուրոդությունն է ճչում այս քարի մեջից։ Սևակ ուրոդ չի։ Սևակ որ կարդում ես, այս տգեր դիմագծերը դառնում աշխիտ ամենասիրուն, ամենա հաճելի մարդը, տղամարդը։ Ընդամենը մի շաբաթ առաջ է, չէ՞, Սևակ կարդացի վերջում, ասում եմ, այս տողերից հետո Սևակ աշխիտ սիմպլ տղամարդ է, համակրելի սենց պատկառելի, արան չեք ես մարդուն սենց արել։ Ում պատվերն ասա։ Ում այս արձանը նայողը չի ուզենա իր գրականությունը կարդալ։ Չի ուզենա։ Ցավոք սրտի տեսողական տպավորությունը շատ ավելի մեծ է ու երկարատև, քան պատկերացումը։ Ես վստահ եմ, այս արձանը տեսնելու ավելի շատ մարդ, քան կարդացել է Սևակ։ Ու ցավոք սրտի Սևակի մասին կարծիք են ունենալու այս այլանդակությունը տեսնելով։ Միշտ սա հակասում է այդ մարդու մասշտաբներին ու կոչում է։ Սա գիգանտ է։ Սա մեր պոեզիայի հիմնասյուներից մեկ անլռելի զանգակատունն է ինքը։ Գրողը տանի ձեզ, դուք ես ինչ եք արել։ Ես այս աղջնակին եմ ուզում նայենք։ Իսկ դուք գիտեիք, որ Գաբրիել Սունդուկյանը մեծ սեր եւ հետաքրքրություն ուներ ճարտարապետության հանդեպ։ Գրողի նախագծերով Դերբենդ քաղաքում բացվել է 24 տների հատակագծով նոր փողոց է, հիմնադրվել քաղաքային զբոսայգին։ Սունդուկյանն ի պաշտոնե կազմել է ռուսական եւ հայկական եկեղեցիների հատակագծեր։ Հատկապես աչքի է ընկնում գրողի նախագծով կառուցված Դերբենդի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս։
Ես չգիտեի։ Ես միջև կհասնենք վերջ, ես քույրիկին ուզում շնորհակալություն հայտնել։ Եվ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր այս կարգի գործ են անում, դուք իմացեք, որ դուք չափազանց կարևոր գործ եք անում։ Ձեր արածը հակաթույնն է այս ամեն ինչին։ Ձեր արածը այն վիտամինն է, որ հայ մարդուն, հայ մնալու համար պետք է։ Ինչքան կարա հայ մարդը իր ներսի ռեսուրսները սպառելով պահի իր հայ լինելը։ Շատ հնարավոր չի։ Ու այս կարգի հաղորդումները մեր համար այդ վիտամիններն են հայ մնալու համար։ Սա հայամիցինն է։ Դուք հիմա հայամիցին եք արտադրում, արտադրեք ինչքան շատ կարող եք, ինչքան առատ, այնքան լավ մեզ համար։ Լսենք շարունակությունը։ 19-րդ դարի այս եկեղեցին ներառված է Դաղստանի Հանրապետության զբոսաշրջային վայրերի ցանկում եւ այս պահին գործում է որպես թանգարան։ Զարմանալի է, բայց փաստ, որ նախկինում Դերբենտի քաղաքային ժամացույցը եւս կառուցվել է Գաբրիել Սունդուկյանի նախագծով եւ հաշվարկներով։ Իր մորը գրած բազմաթիվ նամակներից մեկում գրողն անդրադառնում է այս ժամացույցին։ Մայրիկ ջան, արդեն 1 ամիս է, ինչ ժամացույցը հանձնել եմ ժամագործին։ Իմ բնավորությունը գիտեք, 6 ամիս միտքս շարունակ նրանով էր զբաղված, բայց այնպիսի գործ ստացվեց, որ ինքս չեմ հավատում, թե դա իմ աշխատանքն է։ Ամեն քառորդ ժամին լսվում է 4 փոքր զանգակների ձայնը, իսկ 1 ժամը լրանալու դեպքում զարկում է 33 փթանոց զանգակը։ Տեղական ինժեներները եւ սրանց նման մարդիկ բոլորն էլ մնացել են զարմացած։ Սունդուկյանն այն բացառիկ գրողներից էր, որը համակարգված կրթություն է ստացել։ Չնայած իր ստացած հումանիտար խորքային կրթության, գրողը դեռ վաղ հասակից մեծ հետաքրքրություն է ունեցել ճշգրիտ գիտությունների հանդեպ։ Ես 53 տարեկան եմ։ Ես կարդում եմ ինչ հնարավոր է։ Ես կարդում եմ ամեն ինչ, այն ինչ որ վերաբերվում է մեզ։ Մենք ոչ միայն դպրոցում սա չենք անցել, մենք դպրոցում պարտավոր ենք Գաբրիել Սունդուկյան ուսումնասիրելու ժամանակ գոնե այդ մարդկանց մասին իմանալ էլ ինչ են իրենք։ Սա մեր գանձարանն է։ Մարդուն լայն ճանաչել, որ հասկանաս տաղանդավոր մարդ, որ ասում է տաղանդավոր ամեն ինչու, այս կարգի մարդը եղել ինձ ինքը։ Ոնց որ Թումանյանի մասին մենք համարյա չգիտենք, բայց Թումանյանը ինչքան խաղեր ունի ստեղծած երեխեքի համար, ու ինչի է ստեղծել այդ խաղերը, ուր են հիմա այդ խաղերը, ինչի հայ երեխաները չգիտեն այդ խաղերի մասին, համատարած բոլոր, ինչի հայկական մանկապարտեզում չեն խաղում այդ խաղերը, դպրոցում երեխաները առաջի դասարանում չունեն հատուկ ժամ Թումանյանի խաղերը, սեղանային խաղերը խաղալու համար։ Ախր մենք հեչ պետություն չենք, է։ Ինչի ես այդ մասին պետք է իմանամ, բայց իմ երեխեքը չխաղան են խաղել։ Ում այն երեխաները, որ երջանիկ են, որ ծնողներ ինֆորմացիա են ունեցել եւ կարողացել են գտնել դրանք, դա էլ ինֆորմացիայի բան ասում, եթե ծնողը չիմանա, այն էլ դուք հասկանում եք, սա պետք պարտադրված չի ծնողը ամեն ինչ իմանա, որ իր երեխան դա տեսնա։ Սա կրթական համակարգի մի մասը պետք է լիներ։ Հետո այդ ծնողն էլ պետք է իր ժամանակին խաղացած լիներ, որ իր երեխուն էլ տար է դա խաղալ։ Ոչ մի բան չգիտենք, մեր ինքնաճանաչման մակարդակը մոտենում է 0-ի։ Իսկ իմ երեխեք այս մասին իմացել են ոչ թե որ ես եմ խելոք եղել, չէ, ուղղակի Թումանյան թանգարանի հետ ես ուղիղ հարաբերություններ ունեի, որովհետև Նարինե Թուխիկյանը իմ դասատուի, նախկին տնօրենն Նարինե Թուխիկյանը իմ դասատուի Էմին Խաչատրյանի դիրիժոր Էմին Խաչատրյանի կինն էր։ Եվ մենք ընտանիքով հաճախում էինք այնտեղ, ես այդ իրանց թանգարանի դահլիճում համերգներ էի կազմակերպում, անվճար, հայկական ռոմանսների երեկո, եւ իմ երեխեքը տեսել են դա, այնտեղ ենք ծանոթացել, այդ խաղերին ձեռք բերել։ Մի խոսքով սա պատահականության հետևանքն է, ոչ թե որ ես մի հանճարեղ, չգիտեմ, ծնող էի, որ իմ երեխեքը դրան գիտեն։ Չէ, սա այս ասում տեսեք ինչ բանի բերում է, հա, այս հանգամանքների բերումով է դա։ Բայց դա պետք է չլիներ։ Այդպես պիտի չլիներ, ամեն ինչը պետք է լիներ մեջ ինքնաճանաչման ամենահիմքերում sense դրած, որ մեր երեխեն իմանալ, իմ գրողը նաև ճարտարապետ է, այնտեղ Դաղստանում
ժամացույց, եկեղեցի, ստեղ իմ ամենայն հայոց Հովանես Թումանյանը մենակ շնորհքատուն չի, Անուշը չի, Լորեցի Սակոն չի, նաև այս խաղն է, որտեղ ինք այդ խաղերը, եթե չհորիներ, իսկ դա երբ է հորիներ, ցեղասպանությունից հետո, երբ որ այդքան սոված, ցեղասպանված երեխեքին ինչ որ էմոցիաներ էր պետք, զբաղացնել էր պետք, իսկ մեր մեծ գրողը դրանով է զբաղված, իր ամբողջ ռեսուրսներն ու ժամանակները այդ մանուկներին փրկելով էին զբաղված, եւ ինքն էր որ 10 կարծեմ որբ էր վերցրել պահել իր մոտ, իր երեխեքի զուգահեռ, դրանցից մեկն էլ Կարեն Դեմիրճյանի ծնողն էր ախր, ինչքան բաց թողում ունենք Տեր Աստված։ Ստացած երկրաչափական գիտելիքները նա հետագայում խորացրել է Թիֆլիսի գիմնազիայում ուսանելիս։ Հետաքրքիրն այն է, որ գրողը 2 տարի առանց վարձատրության երկրաչափություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Սունդուկյանը Թիֆլիսում տասնյակ տարիներ աշխատել է Կովկասի երկաթուղային վարչությունում, որպես տնտեսական մասի ղեկավար։ Նա շատ ջանքեր է ներդրել հայկական դպրոցների բարելավման ուղղությամբ։ Մեծ եռանդով մասնակցել Թիֆլիսի քաղաքային դումայի գործունեությանը։ Գաբրիել Սունդուկյանի մշտապես սերտ կապը իրականության հետ իր մեծ ազդեցությունն է ունեցել նրա գրական և թատերական գործունեության վրա։ Հիացմունքս ու շնորհակալության խոսքերս աղջնակին, ես ուղղակի չեմ տեսնում անազգանուն չեմ կարող ասել, եթե մեկը ճանաչում է, թող գրի։ Ուղղակի տեսնում եմ ստե գրած է գրականության եւ արվեստի թանգարան։ Գուցե սա կազմակերպիչ է, չգիտեմ։ Ամեն դեպքում, եթե կարող եք, արեք երիտասարդներ ջան, եթե նույնիսկ չգիտեք սա ոնց դարձնել մատչելի, ուղարկեք ինձ։ Ես իմ ալիքը տրամադրեմ ձեզ ցանկացած այս բանի համար, ոչ թե կնային 5 հոգի, 10 հոգի կամ 1000 հոգի, կնային 10000 ձերնը։ Մենակ արեք, որ ես իմանամ հետաքրքրվողներ կան, որ ես էլ իմանամ իմ համար, որ ինչ որ բանով ես նպաստել եմ դրա տարածմանը։ Դե սա մի հոգու բան չի, սա մի հոգու պարտականություն էլ չի։ Ձերքը ալիվանում 2-0-ով 2-0 ես էլ ասում 2-0-ով կարելի է լողանալ, սա էլ հայկական ասացվածք է, որ հայը միշտ գնահատել է համագործակցությունը, թիմային աշխատանքը, ինչպես ասում են գեր կանգնի, գերանքը կոտրի, սա մեր մշակույթի մի մասն է եղել, համագործակցությունը, թիմային աշխատանքը, հետ ոչ չի նույնիսկ եմ ասում, Երևան Պոտիա, ընկեր Փանջունի, կարդացեք, տեսեք, հայ համայնքը ոնց է ապրել։ Տեսեք, ամեն ինչ եղել է իդեալական, չգրված օրենքների մակարդակի վրա, ինքնակառավարվող համայնք ու աճող զարգացող, մեզ դա վերադարձնել է պետք։ Իսկ ինչ նպաստում է դա վերադարձնելուն, դա իմ համար անձնական խնդիր է։ Այսօր բամարյասկանը, լավ մնացեք։